ըստ էության այս օրենսդրական փոփոխությունները անհրաժեշտ են եւ կապ ունեն կենսաչափական անձնագրերի համակարգ ներդնելու հետ։ Ես ուզում եմ ասել, որ վերջին մի տարվա ընթացքում, թե ամիսներին, հիմա չեմ էլ հիշի, մենք կենսաչափական անձնագրի համակարգի վրա շատ ինտենսիվ ենք աշխատել, առանձնակի ինտենսիվությամբ։ Այդ թվում մենք հիմա ունենք որոշակի նաև կենսաչափական նոր անձնագրերի ձևավորում, որի վրա աշխատել ենք, եւ ընդ որում նկատի ենք ունեցել, որ եւ առաջիկայում այդ ձևավորումը ըստ էության պատրաստ է եւ առաջիկայում մենք առիթ կունենանք հանրության ներկայացնելու նոր տեսքը, պատկերները նոր կենսաչափական անձնագրի։ Ուզում եմ ասել, որ մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել, որ կենսաչափական անձնագրի պատկերները ըստ էության ցույց տան մեր ծագումնաբանությունը, մեր բազմադարյա պատմությունը եւ առանցքում ունենան մեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, եւ կարծում եմ սա ինչ որ առումով պետության այցեքարտն է եւ մենք աշխատել ենք այս տրամաբանությամբ։ Հաջորդը, որը ուզում եմ ելի ընդգծել, մենք ունենք այսպիսի ըմբռնում, որ այն պահից, երբ կենսաչափական անձնագրերը Հայաստանի Հանրապետությունում կսկսեն թողարկվել, մենք պետք է պլյուս մինուս մի քիչ կարճ ժամանակ մենք պետք է Զվարթնոց օդանավակայանում եւ սահմանային անցման բոլոր կետերում ունենանք անկոնտակտ անցման հնարավորություն, այսինքն երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կենսաչափական անձնագիրը սկան է անում եւ արդեն առանց որևէ, ասենք օրինակ սահմանապահ ծառայության հետ կոնտակտի ինքը ուղղակի ելումուտ է անում Հայաստանի Հանրապետություն։ Հետագայում այս համակարգը մենք կարողանանք ընդլայնել նաև այլ երկրներում, եթե երկկողմ պայմանագրերով համաձայնվենք բազաների որոշակի փոխանակումով, որպեսզի մեր անձնագրերը ճանաչեն նաև այլ երկրներում եւ սա կարծում եմ նույնպես շատ կարևոր փոփոխություն է եւ իմիջայլոց այս անձնագրերի ներդրումը էական դեր է ունենալու Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացում, որովհետեւ անձնագրի որակը ինքը եւ բովանդակային որակը եւ բովանդակային պարունակությունը շատ էական է։ Ուզում եմ ասել, կենսաչափական անձնագրի կարևոր առանձնահատկություններից մեկն է, որ նրա կեղծման հավանականությունները տասնյակ անգամներով, չեմ ուզում ասեմ անհնար է, բայց տասնյակ անգամներով նվազում է, ինչը նշանակում է, որ երկրները կենսաչափական անձնագրեր կրողների պարագայում կարող են գրեթե վստահ լինել, որ գործ ունեն այն մարդու հետ, ով պատկերված է անձնագրի մեջ։